Ողջույն, եթերում մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ հարավային դպրոցի առաջին դասարանցիներն են։ Վերջապես շատ տաք ու պայծառ օր է այսօր։ Առավոտյան եկանք դպրոց ու գնացինք ճամփորդության։ Գնացինք Մհեր Մկրտչյան թատրոն։ Դիտելու Ջանի Ռոդարի հեքիաթներ հեռախոսով շարքը։ Դերասանները մեզ ներկայացրեցին Շփոթ պապը, Քնել Արթնանալը, Թամփանցիկ Ջակոմոն, թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին, Բրիվ բրուվ բրավ հեքիաթները։ Մեզ համար ընկերությունը նախորդ կարդացել էր հեքիաթները։ Ներկայացումներ շատ հետաքրքիր էր։ Հիմա կպատմենք, թե մեզ ինչ շատ դուր եկավ։ Մեզ շատ էր դուր գալիս, որ դերասաններ գալիս էին, ձեռք էին տալիս մեր քթերին, ձեռքերին, հարցեր էին տալիս։ Շատ հավես էր, շատ ուրախ անցավ։ Ինձ դուր եկավ Թափանցիկ Ջակոմոյի հեքիաթը նրա մասին էր, որ ճշմարտությունը միշտ հաղթում էր։ Ինձ շատ դուր եկավ թագավորի քթի մասին հեքիաթը։ Դերասանները մեզ շատ ծիծաղացրեցին։ Ինձ շատ դուր եկավ Շփոթ պապի հեքիաթը։ Պապիկը անընդհատ շփոթվում էր, հեքիաթները խառնում էր իրար։ Ու մենք շատ ծիծաղեցինք պապիկի ասածների վրա։ Ինձ շատ դուր եկավ Քնել Արթնանալ հեքիաթը։ Բեմակը անդադ թռնում էր աղջկա վրայից, ոնց էր մեծ թռչուն լիներ։ Շատ դուր եկավ Բրիվ բրուվ բրավը։ Աղջիկն ու տղան չգիտեմ ինչեր էին խոսում, չենք հասկանում ու շատ հավես էր։ Իրենք շատ արագ էին խոսում։ Վերջում ասացին, որ աշխարհի վրա ապրելը շատ լավ բան է։ Մենք էլ ենք համաձայն, շատ լավ բան է ապրելը աշխարհի վրա։ Այսքան մեր ճամփորդության մասին, հանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։